Այսպես, պատասխանողներ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյաններից, Սեթրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից, Հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձանցից են Nairi Insurance, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Սա ընդհանուր այս պահին դատարանում գտնվող հայցագինն է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց մասով։ Տիկին Թագուհի Ղազարյանը հարց ուղղեց Տիկին Ղազարյան, ձեր կողմից նշված հրապարակումը 2021 թվականին ուղարկվել է օպերատիվ մարմին ստուգման։ Մենք ուղղակի օբյեկտիվ պատճառով չհասցրեցինք այս 2 օրերի ընթացքում ճշտել, թե ինչ փուլում է գտնվել կամ ինչ ընթացք է ստացել ձեր կողմից նշված հրապարակումը եւ հարցազրույցը, բայց առաջիկա 2 օրերի ընթացքում ձեզ գրավոր կպատասխանենք, թե օպերատիվ մարմինը ինչ աշխատանք է իրականացրել։ Պարոն Եղան, ձեր հարցին պատասխանելիս ես նշեցի, որ ենթադրություններից եւ մասնավոր օրինակներից ստացած տպավորությունների հիման վրա եզրահանգումներ չանելու համար մենք ձեր կողմից արտահայտված մտահոգության կապակցությամբ առանձին ուսումնասիրություն կիրականացնենք եւ դրա արդյունքները ձեզ հասանելի կդարձնենք։ Միայն կալանք խափանման միջոցի հետ կապված, քանի որ նորից հարց բարձրացվեց, կրկնեմ, որ 2024 թվականին նախաձեռնված 58.895 քրեական վարույթից մեղադիալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2282 միջնորդություն է ներկայացվել դատարան, բավարարվել է 2013-ը։ Եթե թվերը պարզ համադրեք իրար, մաթեմատիկական հաշվարկ իրականացնեք, ապա կտեսնեք, որ նշված վարույթներից 3.8%-ով է ընդամենը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացվել դատարան։ Խոսքը միջնորդությունների մասին է։ Ինձ անհանգստացրեց ընդդիմության ներկայացուցիչներից պարոն Մանուկյանի նշումը, որ դատախազությունը չի պատասխանել իրեն ուղղված հարցադրմանը, պարոն Մանուկյանը այստեղ չի, բայց ամեն դեպքում նշեմ, որ նույն հարցադրումն ուղարկվել էր նաև քննչական կոմիտե եւ մենք քննչական կոմիտեից տեղեկություն էինք ստացել, որ արդեն պատգամավորին պատասխանել են, բայց հաշվի առնելով, որ նաև դատախազության պատասխանն է կարևորվում, երևի այսօր օրվա ընթացքում պարոն Մանուկյանը նույն պատասխանը կստանա նաև դատախազությունից, որպեսզի բաց չլինի հանկարծ պատգամավորին կողմից ուղղված գրավոր հարցման կապակցությամբ։ Նույն տրամաբանությամբ Տիկին Թագուհի Թովմասյանի կողմից նշված հրապարակումների կապակցությամբ արդեն ամփոփված են եւ Տիկին Թովմասյանին գրավոր ուղարկենք իր կողմից նշված մամուլի հրապարակումների արդյունքում կատարված աշխատանքը։ Տիկին Հակոբյանը հարց բարձրացրեց դատավարական ժամկետների հետ կապված, մենք այս առումով համակարծիք ենք եւ պատրաստակամ ցանկացած փոփոխության, որը ազգային ժողովը կնախաձեռնի, այդ թվում աշխատանքային կարգով պատրաստ ենք քննարկել, հատկապես մեզ համար մտահոգիչ են փորձաքննությունների ժամկետները եւ արդյունավետությունը, եթե պատգամավորները նախաձեռնություն կունենան, մենք այս առումով եւս պատրաստ ենք քննարկել։ Եվ պարոն Արմեն Խաչատրյանը հարց բարձրացրեց ըստ էության նոր լիազորության հետ կապված, սա կարծում եմ լրացուցիչ պիտի քննարկվի, որովհետեւ դուք ըստ էության ակնկալում եք դատախազությունից գոնե ձեր բանավոր խոսքից ես հասկացա մի բան, որը մեր գործառույթների մեջ կարծես թե այս պահին չկա, լրացուցիչ կա պատեսնում դատախազության մեղադրող կողմը որևէ ում որ մեղադրում են նրա հետ կապված դատավորի անցյալի բանի մասով շատ հստակ դիրքորոշում են ունենում եւ որպես կանոն դատավորները այդ ժամանակ ընդունում են դատախազների ներկայացրած բացարկի միջնորդությունը, բայց հակառակ դեպքերում տեսնում ենք, որ այդպիսի բան չկա։ Կան կոնկրետ գործեր, ու այստեղ կրկին եւս մեկ անգամ մենք տեսնում ենք այս երկակի ստանդարտների գործարկումը, ոնց որ ինչպես որ անում է եւ քննչականը, եւ դատախազությունը, եւ սա, մեղմ ասած, արդար չէ։ Ինձ հետաքրքիր է ձեր մոտեցումը այս հարցում։
Ներողություն, ես խնդրեմ երկակի ստանդարտի հետ կապված մի փոքր մանրամասեք ինչի նկատի ունեք դատախազությունում, կադրային ընտրության։ Չէ, այս նման դեպքերում, երբ որ օրինակ դատավորը, չէ, շատ կոնկրետ ասի, դատավորի մասով, այսինքն բան որդեգրելու, եթե մի դեպքում ինչ որ կապ են տեսնում կոնկրետ դրա հետ կապված գործողություններ են անում, որովհետև իրենց դա ձեռնտու է լինում այդ ժամանակ, ուրիշ դեպքերում, երբ շատ ավելի հստակ կապ է լինում ի վնաս մյուս կողմի ու երևի թե ի օգուտ դատախազության, այդտեղ իրանք կարծես չտեսնելու են տալիս, նորմալ են դա համարում ու ոչինչ չի արվում։ Խոսքը այս երկակի ստանդարտի մասն է։ Շնորհակալություն հարցի համար։ Ես ենթադրում եմ կարող ենք ավելի կոնկրետ ասել, որ դատավարության հետ կապված է ձեր հարցադրումը, որովհետև եթե նստած եք նիստերի դահլիճում վստահ եմ հետևել եք, բացարկի հետ կապված դատախազությունը դիրքորոշումը պնդեց, որ բացարկի վերաբերյալ հարցերը քննարկելուց հետո նոր դատախազությունը հանդես կգա միջնորդությամբ։ Պաշտպանական կողմը պնդեց, որ բացարկի հարց չի կարող քննարկվել, որովհետև իրենք տեղեկացված չեն մեղադրանքից։ Եվ վստահ եմ, հիշում եք, որ դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին անդրադառնալ այն հարցին, թե սկզբից բացարկների հարցն է քննարկելու, հետո դատախազության միջնորդությունը, թե ոչ։ Այսինքն ձեր այն հետևությունը, որ դատախազությունը կողմ է որևէ երկակի ստանդարտի, գոնե իմ տեսած դատավարությունում չի հիմնավորվում։ Եթե որևէ այլ օրինակ գիտեք, խնդրում եմ ասեք, մենք ուշադիր կլինենք։ Օրինակները շատ են, կոնկրետ եթե ուզում եք օրինակներից խոսեք, ես դրա համար չկոնկրետացրեցի։ Իհարկե ավելի թարմը այն է, ինչ դուք ասում եք։ Այդտեղ իհարկե շատ ավելի լուրջ ուրիշ խնդիրներ կա այդ դատավարության առումով ու պաշտպանական կողմը ինչ է ասում, ասում է մենք չենք հասկանում ինչ օդվածով ենք մեղադրվում, որ մի հատ էլ հասկանանք բացարկի միջնորդություն ունենք, թե չունենք դատավորին։ Խոսքը ստեղ դրա մասին չէ միայն։ Կոնկրետ իմ դեպքում եղել է օրինակ Մասիս Մելքոնյան, ով ընտրություններին մասնակցել է հակադիր բևեռում, կոնկրետ ընտրացուցակում ա եղել 14-րդ համարը, կոնկրետ կուսակցության, որը մեր հակադիր բևեռում էր ու սրա հետ կապված դատախազությունը ոչ մի խնդիր չի տեսել, պաշտպանական կողմի ներկայացված բացարկները ոչ մի ազդեցություն չեն ունեցել, դե մակագրումներ հատուկ ամեն կերպ արվել է նույն մարդուն, բայց ես ընդհանուր դիրքորոշում եմ ուզում հասկանալ, որտեղ վաղը մյուս օր էլ կարող է օրինակ մեր գործընկերներից մեկը դատավոր դառնա, արդյոք դատախազությունը նորմալ է համարելու, երբ որ ինչ որ գործով մյուս կողմում գտնվող մարդկանց հետ կապված գործերում իրենք հանդիսանան որպես դատարան։ Խոսքը ավելի խնդրում եմ ընդհանուր։ Շատ լավ։ Պատասխանը պարոն Քոչարյան։